ես Լիլիթն եմ, արվեստաբան, եւ նաեւ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրենն է։ Նա մինչև կյանքի վերջին օրը ստեղծագործել է, մինչև կյանքի վերջին օրը նկարել է։ Հավասարացավ, սիրում եմ համ քանդակել, համ նկարել։ Երբ որ մի օր առիթ լինի եւ այցելեք մեր թանգարան, կտեսնենք, որ բազմաթիվ քանդակների հետ միասին որքան շատ նկարներ են արել։ Երեխային եւ փոքր Նիկոլայը նրա հորիա են ասում, փոքրուց գյուղի բոլոր ծանր գործերն արել է, օգնել է հորը հոտը տարել է արածացնելու եւ այլն։ Եվ փոքրիկ Նիկոլայը բոլորի համար անսպասելի, ընտանիքից թաքուն, պատկերացնում եք, ընդունվում է բալետի դպրոց, կանչում է իր հորը մորը իր առաջին ներկայացմանը, իսկ հայրը գյուղի ավանդապաշտ խիստ տղամարդ էր, հենց տեսնում է, որ Նիկոլայը բեմ է բարձրացել տրիկոյով, հենց ներկայացման ընթացքում բարձրանում է, թքում է բեմին, ասում է ես թույլ չեմ տա, որ իմ տղան կապիկությամբ զբաղվի ու դուրս է գալիս։ Նիկոլայ Նիկողոսյանը տեսնում եք ինչ հետաքրքիր արտաքինով ինքը այսպես փառքան մազերով եւ հայտնի լուսանկարիչ է եղել Բորիս Դոլմատովսկի, ես նրա կատալոգը այսօր կրնիր եմ ձեզ, ամբողջ կյանքի ընթացքում լուսանկարել է Նիկողոսյանին, ամեն տեղ նրան այսպես հավերժացրել է։ Մյուս քաղաքային հուշարձանը, որը ստեղծել է Նիկողոսյանը, Միքայել Նալբանդյանի հուշարձանն է, Նալբանդյան փողոցում, կարծում եմ բոլորս տեսել եք, չէ՞։ Նորից Վաղան Տերյանի հուշարձանը, որը մեր վարպետը իր միջոցներով Մոսկվայում ստեղծել է, ձուլել է եւ իր միջոցներով ուղարկել է Հայաստան 2007 թվականին տեղադրվում է Մալաթիա Սեբաստիան շրջանում։ Շատ սիրում եմ գծանկարներ անել։ Ասում էր ամենաազատը ես ինձ զգում եմ, երբ որ թղթի վրա ածուխով նկարում եմ։ Ես չեմ հետևում նկարչական կանոններին, ինչպես է ճիշտ, ինչպես է սխալ։ Ես ինձ հնարավորինս ազատ զգում եմ, որ վերցնում եմ ու սկսում եմ ածուխով թղթի վրա նկարել։